Ապրիլ ամիսը արդեն գարնան լիարժեք ժամանակաշրջանն է, ըստ օրացույցի, սակայն Ջավախքի մեր շրջանում ձմեռը կարծես դեռ չի շտապում զիջել իր դիրքերը։ Բնությունը կարծես երկմտանքի մեջ է, ձմռան սառնությունն ու գարնան շունչը միախառնվել են մեկ պատկերում։ Մի քանի օր առաջ արևի տակ շողերի ներքո հողից զգուշությամբ դուրս էին եկել առաջին գարնանային ծաղիկները, ծնծաղիկները, որոնք միշտ համարվել են նոր կյանքի և վերածննդի խորհրդանիշ։ Երկինքը ևս կենդանացել էր, հեռվից վերադարձել էին արագիլները, ազդարարելով գարնան գալուստը։ Սակայն եղանակը անակնկալ մատուցեց գարնանային այս գեղեցիկ պատկերն ակնթարթում փոխվեց և ողջ բնությունը կրկին ծածկվեց ձյան սպիտակ շերտում։ Ծաղկած տաշտերը, ծառերի բողբոջները և նոր կյանքը սկսող բնությունը հայտնվեցին ձմեռային սառնության տակ։ Թվում էր, թե ձմեռը վերջին անգամ փորձում է հիշեցնել իր մասին։ Այնուամենայնիվ, նույնիսկ այս անսովոր ու փոփոխական եղանակը չի կարողանում կոտրել մարդկանց լավատեսությունը։ Արի էլի գարուն եղնի, այդ ծաղիկն է ուրախացուց մեզի, արագիլի գալն է ուրախացուց, և սեղաժուղները մեր եկել են արդեն, ուրախություն է։ Աշխատենք այդ բանը պաշտպանենք։ Էլի սա բեմության տված լավ բաներն է, ուրախանանք և պաշտպանենք։